Այսօր կարծիքի տաղավարում հյուրընկալել ենք Հայաստանի Հանրապետական Կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամ Աննա Անտոնյանին, բարև ձեզ։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Այսօր խոսելու ենք շատ կարևոր եւ արդի թեմայից, արտագաղթից, որը մինչև 2018 թվականը այդքան շատ չէր Հայաստանում եւ 2018 թվականին հեղափոխությունից հետո ներկայիս իշխանությունները անդադար խոսում էին եւ բարձրաձայնում էին ու ցնծությամբ էին ներկայացնում այն թվերը, որոնք կար 2018 եւ 2019 թվականին։ Սակայն պետք է խոսենք, որ վերջին տարիներում Հայաստանը դարձել է ոչ թե պարզապես արտագաղթը սոցիալական երևույթ, այլ ազգային խնդիր եւ պետական նշանակություն ունի։ 2020-2021 թվականներին գրանցվել է բավականին բացասական ցուցանիշ եւ երկիրը լքում էին տասնյակ հազարավոր քաղաքացիներ, այդ ընթացքը համընկնեց համավարակի, պատերազմի եւ երկրում տիրող անորոշ իրավիճակի հետ։ 2020-21 թվականներին երկիրը լքում էին, որովհետեւ անորոշություն էր եւ իշխանությունները չէին կարողանում հստակ ձևակերպում ներկայացնել, թե ինչ է կատարվելու օրինակ Արցախի հետ, թե այդ համավարակը ինչպես ենք մենք կարողանալու հաղթահարել եւ ինչ քայլեր են նրանք ցուցաբերում այդ համավարակից եւ պատերազմից ազատվելու ու հաղթահարելու համար։ Հաջորդը 2022-2023 թվականներին էր, տվյալ իրավիճակում թվերը ցուցանիշները փոխվեցին եւ ըստ վիճակագրության մեր երկիր եկան շատ մարդիկ եւ արտագաղթը գրեթե նվազել էր։ Սակայն պետք է հասկանալ, որ դա կապված էր Արցախի էթնիկ զտման հետ, այլ ոչ թե որովհետև երկրում ամեն ինչ լավ էր, որ անորոշ իրավիճակը փոխվել էր, անորոշ վիճակը մնացել էր նույնը, պարզապես տարածաշրջանային փոփոխություն եղավ, այսինքն տարածաշրջանային ժամանակավոր բնակություն հաստատեցին Արցախի մեր քույր եւ եղբայրները Հայաստանի Հանրապետությունում, սակայն այս իշխանությունների վատ եւ անօրեն կառավարման պատճառով եւս տասնյակ հազարավոր մարդիկ արցախցիներ լքեցին Հայաստանի Հանրապետությունը։ Եվ ահա եկանք մեր օրեր 2024-2025 թվական, երբ Հայաստանի Հանրապետությունը կանգնած է ճգնաժամային շրջանում, երբ երկիրը լքում են ավելի քան 30,000-ից ավել քաղաքացիներ, մասնավորապես լքում են երկիրը այն երիտասարդները, ովքեր աշխատունակ են, ովքեր մեր վաղվա օրն են եւ լքում են այն տարիքի մարդիկ, ովքեր աշխատունակ են, կարող են աշխատել եւ մեր երկիրը հարստացնել կամ պարզապես հարկեր վճարելով երկրի արտաքին եւ ներքին պարտքերը քչացնել։ Սակայն իշխանությունները երիտասարդների համար չեն ստեղծում այն ապագան, որը խոսք էին տալիս 2018 եւ 2019 թվականներին, չեն կարողանում կրթության համակարգում բարեփոխումներ իրականացնել, մեր կրթության համակարգը գտնվում է ամենացածր մակարդակի վրա եւ կրթությունը, այսինքն համալսարանը եւ աշխատաշուկան բացարձակ իրար հետ կապ չունեն, որովհետև շատ մասնագիտություններ, որոնք այսօր բացարձակ արդի չեն եւ աշխատաշուկայում չեն կարող առաջարկել աշխատանք, ամեն տարի այդ համալսարաններում եւ այդ կոնկրետ մասնագիտություններում ընդունելություն է կազմակերպվում, սակայն ընդունելությունը կազմակերպվում է, երիտասարդը սովորում է եւ վերջացնում է իր բուհական կրթությունը, մնում է դիպլոմով, սակայն առանց աշխատանքի։ Երիտասարդները լքում են ոչ միայն կրթությունից ելնելով, այլ այն բոլոր անարդարություններից ելնելով, որոնք կատարվում են Հայաստանի Հանրապետությունում։ Անարդարությունն այն է, որ 2018 թվականից սկսած այս իշխանությունները անդադար խոսում են ժողովրդավարությունից եւ ազատ խոսքի իրավունքից, սակայն հենց իրենք են խախտում այդ բոլոր ինստիտուտները, որոնք իբրև իրենք են ստեղծել։ Անարդարությունն այն է, որ ազատ խոսքի իրավունքը զեղչվում է Հայաստանում եւ այն մարդիկ, ովքեր կանգնած են, սատարում են հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, ունեն քաղաքական այլ դիրքորոշումներ, արտահայտում են իրենց կարծիքը, ասում են, որ կանգնելու են հայ ժողովրդի, հայ արժեքների եւ հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողքին, նրանց դարձնում են քաղբանտարկյալ, որովհետեւ շինծ ու քրեական գործեր են բացում եւ այն համայնքապետերն ու քաղաքապետերը, ովքեր եւս դեմ
դեմ են իրենց վարած քաղաքական գործունեությանը եւ արտահայտում են եւ չեն սատարում իրենց անհայրենիք մտածելակերպին, նրանք եւս դառնում են քաղբանտարկյալ։ Եկեղեցու դեմ արշավները շարունակվում են, ինչպես տեսնում ենք, գրեթե ամեն կիրակի Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը փոքրիկ դուրս է գալիս եկեղեցիներ, գնում է այն եկեղեցիները, որտեղ քահանաները համաձայնվում են զեղչել մեր վեհափառի անունը եւ այնտեղ իբրև պատարակներ են կազմակերպում։ Այս ամենը երիտասարդների վրա բնականաբար ազդում է, սակայն պետք է պայքարել եւ այդ պայքարը մենք գիտենք, որ հենց երիտասարդներն են միշտ եղել պայքարի կիզակետում, այդ պայքարը պետք է սկսի հենց մեզնից, երիտասարդներից, որովհետեւ այն հայրենիքը, որը մեր պապերը, եղբայրները, հայրերը պահել են, այսինքն հողին երբ մենք խառնում ենք ջուր, այն դառնում է ցեղ, իսկ երբ հողին խառնում ենք արյուն, նա դառնում է հայրենիք։ Այն հայրենիքը, որը պահել են դարեր շարունակ, պետք է մնա եւ այս իշխանությունների ձեռքով չի կարող վերանալ, որովհետեւ մեր պապերը, հայրերը պայքարել են մեր հայրենիքի, մեր ամեն գրամ հողի համար, մեր անկախության համար եւ մենք չենք պատրաստվում հանդուրժել եւ թողնել, որ այս իշխանությունները կարողանան այդ անկախության կամ հայրենիքի վրա գիծ քաշեն։ Մենք պետք է մնանք եւ պայքարենք։ Արտագաղթը որևիցե լուծում չի։ Այլ երկրներում վստահաբար ասում են, որ երիտասարդները չեն գնում միայն գումարի համար։ Գնում են, որովհետև ստեղծված իրավիճակը պարզապես տանելի չէ, այսինքն երիտասարդը ամեն օր արթնանալով տասնյակ խնդիրների է բախվում եւ դժվարությամբ է նույնիսկ հասնում Երևան մարզից։ Մեր մարզերն ու գյուղերը գնալով դատարկվում են եւ երիտասարդները, ովքեր շարժիչ ուժն են Հայաստանի Հանրապետության, գնում են երկրից եւ համարվելու ենք ծերացող երկիր եւ արդեն իսկ համարվում ենք ծերացող երկիր եւ կարծում եմ, որ սա խնդրի լուծում չէ, պետք է պարզապես համախմբվել եւ պայքարել մեր հայրենիքի համար։ Շնորհակալություն։